հանդիպումից հետո ձեր խմբակցությունը հերթական կորուստ ունեցավ, Իլեն Գաբրիելյանի նկատի ունեն, եւ ձեր այն մի կորուստներից մեկը Հովիկ Աղազարյանը, որը խոստացել էր, որ ՔՊ-ի հետ համարժեք է քվեարկելու, ձեր վերաբերմունքով պայմանավորված փոխել է իր որոշումը եւ հիմա ի հակադարձ ՔՊ-ի է բանանելու, քվեարկելու։ Ինչ կասեք այս մասին։ Հիմա ինչ ենք անելու։ Հիմա ինչ ենք անելու։ Ինչ վերաբերմունք փոխելու բան չկա։ Ես իրան վերաբերվում եմ ինչպես յուրաքանչյուր մարդա, որ ունի իր սխալները, ունի իր լավ կողմերը եւ վատ կողմերը, ոչ մի ձևով ինչ արձագանք եմ։ Ես չէ, պարոն Աղազարյանին ես որևիցե ձևով չեմ նեղացել, ընդհակառակը մշտապես փորձել եմ իրեն ամեն ինչով օգնեմ եւ իր այս կեցվածքը անկեղծ ասած իմ համար անհասկանալի է, բայց այնուամենայնիվ ես իր նկատմամբ բացասական, որ ասեմ, տենց ինքը իմ համար տենց թշնամի է կամ հակառակորդա, չէ, մեր նախկին գործընկերն է, որը իր ընտրությունը կատարել է իր բոլոր հետևանքներով։ Պատասխանել ենք դրան։ Չունի։ Էդի 44-օրյա բանի պատերազմի հանձնաժողովը նախաձեռնվել է մեր կողմից, Հայաստանի Հանրապետության վարչապետը գնացել է այնտեղ եւ ամեն ինչ պատմել է եւ այդ հանձնաժողովի գոյությունը եւ եզրակացությունը ամենաձեռնատու եւ ամենամեծ շահառուն Հայաստանի Հանրապետության այսօրվա գործող իշխանությունն է։ Պայմանավորված է ծավալով, պայմանավորված է կարևորությամբ եւ պայմանավորված է նրանով, որ յուրաքանչյուր բան պետք է, այսպես ասած, կրկնակի ձևով ստուգվի եւ դա այդ հարցով կարծում եմ ճիշտ հասցեատերը կան։ Չէ։ Մի րոպե Նարեկ արծազում տա մի վարքան։ Ով ասաց որ չի ստեղծում։ Մենք իր անձի վերաբերյալ հանձնաժողով ստեղծելու հարցը չենք քննարկել, Քոչարյան Անդրանիկի մասին է խոսքը, չենք քննարկել, բայց ես արդեն ձեր գործընկերներին ասել եմ, որ ընդհանուր առմամբ էթիկայի հանձնաժողով, բարև ձեզ, էթիկայի հանձնաժողով ստեղծելու որոշում մենք մշտապես ունեցել ենք, որ մշտապես գործող էթիկայի հանձնաժողովն է, որ նմանատիպ հարցերի պարագայում մենք փաստի առաջ չկանգնենք։ Բայց ասուլիսը իմ ու քո հարցազրույցը չի, թող մնացածն էլ հարցնան։ Նարեկ բաններ ասեմ։ Նախ հստակ է թե չէ Նիկոլ Փաշինյանը մայիսին գնալու է Մոսկվա թե ոչ եւ ԵՄ-ից արդեն բարձր ներկայացուցիչի մակարդակով հորդոր է հնչել, որ այն պետությունները, որոնք կգնան, ցանկալի չէ, ճիշտ է, տեխնացու պետություններին է կոչով դիմել այդ պաշտոնյան, բայց Հայաստանը, քանի որ այդ գործընթացը սկսել է, հնարավոր է, որ վարչապետը չմասնակցի միջոցառմանը։ Լսեք, ես ուզում հասկանամ, մենք ընկալման խնդիր կա, հա, մենք այդ հաղթանակը, մայիսի 9-յան հաղթանակը մեր հաղթանակն էլ է։ Մենք 300,000 զոհ ենք տվել, 300,000 մարդ, հայ մարդ գնացել եւ չի վերադարձել, ել չեմ ասում, որ ներողություն եմ խնդրում, բայց դիմադրության շարժումներում տարբեր դաշնային զորքերում էլի հայեր են եղել, որոնք մասնակցել են, դա մեր հպարտության օրերից մեկն է եւ ես կարծում եմ, որ վարչապետի մասնակցությունը որևիցե ձևով չի կարող կապ ունենալ ԵՄ-ի կամ եւ այլ տենց բաների հետ։ ԵՄ-ի շատ ու շատ ղեկավարներ այցելում են Մոսկվա, հանդիպում են Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, բանակցում են, խոսում են։ Հիմա մեծ բանակցություններ են ԱՄՆ-ի հետ, որոնք տեղի են ունենում Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այսինքն այդ Հայաստանը պետք է իր ամեն ինչը դնի մի կողմ, որ հանկարծակի ինչ որ մի, չգիտեմ, ԵՄ պաշտոնյա դա իրանց տեսակետն է, սա մեր տեսակետն է եւ եկեք մի բան ֆիքսենք, էլի հարաբերությունների մեջ միջպետական լինի դա ԵՄ-ի հետ, լինի դա Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի, չգիտեմ, այլ 3-րդ, 4-րդ, 5-րդ երկրի հետ, գա Հայաստանի Հանրապետության դիրքորոշում, որը որ մենք պահում ենք եւ տանում ենք առաջ։ Կարող է ինչ-որ մի երկրի դա դուր չի գալիս, կարող է ինչ-որ մի երկրի այլ քայլ դուր չգա, բայց կներեք մենք մեր շահերը եւ մեր տեսլականը եւ մեր ուղղությունը։ Վասիլյան, իսկ անցած տարի մեր հաղթանակը չէր այդ մայիսին։ Դե մեր հաղթանակն էր անցած տարի նախ հարմար չէր, որովհետեւ այլ պատճառներ կար, չեմ ասում հիմա 80-ամյակն է եւ կլոր հոբելյանական տարի է եւ գիտեք ինչ, ամեն տարի աշխարհը իրականությունը եւ ամեն ինչ շատ փոխվում է եւ չի կարելի համեմատել, կարող է հաջորդ տարի օրինակ որոշեն չմասնակցել կամ հաջորդ տարի ընդհանրապես այդ միջոցառումը կարող է որոշեն չանել, չես կարող ասել։ Մի րոպե, մի հատ հաստա Սիմոնյան, այսօր քանի որ կառավարության ծրագրի կատարողականն է քննարկում, ձեր կառավարության ճիշտ ԿՊ-ի նախընտրական ծրագրում Շուշի հատուտի դեօկուպացիայի հարց կար։ Հիմա այս ծրագիրը փոխվելու է 26 թվականի ընտրություններին, թե այս նույն գաղափարներով է կպնդենալու։
2026 թվականին, եթե չեմ սխալվում, 1-2 ամիս կա, մի տարի 2 ամիս կա, չէ՞։ Դե բա ալիմա ինչ է կարծում, ուզում հասկանամ։ Չէ, սպայդրության պատկեմ բարձր։ Այս պայդրությամբ մենք հենց 2026 թվականի ծրագիրը դեռ չենք գրել ու չենք գրում։ Այսինքն խաղաղության հետ կոստիտուտը գնալու Մոտավորապես ենթադրում եմ, որ այո, որ խաղաղության գործընթացը պետք է ավարտին հասնենք, եթե միջև այդ բա իհարկե չհասցնենք ավարտին։ Պարոն Սիմոնյան, Պետական հեռուստաընկերության հաղորդավարը հայտարարել է, որ իրենց գլխավոր նպատակը Հայաստանի ներսում քաոս ստեղծելն է եւ տպավորությունը, որ որոշ ընդդիմադիր ուժեր սինխրոն աշխատում են այդ նպատակի իրագործման համար, կխնդրեմ ձեր դիրքորոշումը։ Դե տենց ակամայից թե ոչ ակամայից, այո, դրա մասին նաև վարչապետը ասել է, որ հաճախ ոնց որ փարոսիկներ լինեն որոշ նաև հանրային գործիչներ, պարտադիր չի դրանք լինեն ազգային ժողովի նիստերի դահլիճում, փարոսիկներ, պասերով ինֆորմացիաներ եւ պասերով թեմաներ շրջանառության մեջ գցելով, դա արդեն հայտնի փաստ է, կարծում եմ դա մեր հեռուստադիտողներն շատ լավ գիտեն։ Գիտեք ինչ, դրա դեմ առնելու միջոցներից մեկը այդ 2026 թվականի ընտրություններն է, որի մասին որ խոսում ենք, այլ կեթանք կտեսնենք այդ մարտիկ նորից կհայտնվեն այս դահլիճում, թե չեն հայտնվի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նկատում են դա, թե չեն նկատում, ինչ վերաբերում է իրավական առումով, դա շատ դժվար է արձանագրել, հա, ինքը ասում է ես քաղաքական գործիչ եմ եւ ընդհանրապես քաղաքական գործչի խոսքը մեծ հաշվով շատ ավելի ազատ է եւ քաղաքական գործիչը հակառակը շատ ավելի խոցել է քաղաքական գործչի նկատմամբ որևիցե ձևով մեղադրանք հնչեցնելը, ասում ես քաղաքական հայտարարությունն է եւ դա դառնում է ուղղակի հայտարարություն։ Իսկ ներսուս գործընկերոջ IT պայմանավորվածությունը ուժի մեջ է։ Այո, իհարկե։ Հունիսին։ Այո, հունիսին է, նախնական կտեսնենք ես չգիտեմ այդ գրկելու մասը ձեզ ինչ է այդքան հետաքրքրում, կարող ենք հետո դա քննարկել։ Հա բայց ինչի եք անընդհատ այդ գրկելու մասին։ Նույնիսկ չէ, բայց դրա մասին նամակ էիք գրել, չէ, բայց նամակ գրել էիք, չէ, ինձ դրա մասին։ Բա անընդհատ ոնց կարելի է գրկելու մասին խոսել։ Հետո պարոն Քոչարյանին կմեղադրեք, կասեք ինչ որ հայտարարություններ անում։ Հիմա էթիկայի հանձնաժողով ստեղծենք, ասեմ, ինչի եք դուք ուզում անընդհատ այդ գրկելու մասին տեսախցիկների առաջ խոսենք։ Ինչ հա։ Ես ձեզ ընդհանրապես խորհուրդ եմ տալիս իմ հետ շփումը դադարեցնել, ասեմ ինչի, որովհետև որ դուք մենք մի շենքում աշխատում ենք, դուք լրագրող եք, ես քաղաքական գործիչ եմ, դուք ինձնից հարցազրույց եք վերցնում, պետքա գոնե իրար տեսնելուց ասել բարև ձեզ։ Երբ որ եթե դուք համարում եք, որ ինձ բարև տալու չկա, կներեք, որ ձեզ պատասխանելու էլ չկա։ Հաջան։ Բայց ի՞նչ կա, չէ, չի ցավասել, դրան ոչ չի կարելի անցնել, մարդու հետ աշխատել եւ առերեսվել եւ բարև չտալ, հետո գալ ոնց որ որևիցե ոչ միայն դրա մասին։ Դուք գրավոր հարցերի դիմելու բանն եք, չէ, ինչու է աղմկում գետը, գրկելու եք գործընկերոջը, թե չեք գրկելու։ Դուք իրավունք ունեք ուղղելու, ես այդ իրավունքի համար պայքարել եմ, բայց ես իրավունք ունեմ չպատասխանելու ձեզ եւ ես այդ իրավունքից անպայման կուղեք։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը պարբերաբար նորից հիշեցնում էր, որ պետք է սահմանադրությունը փոխի Հայաստանը նաև իական իսկի խմբից դուրս գա։ Ինչի մասին է խոսում անդադ, որ Ադրբեջանը չի գնում խաղաղության ու պարբերաբար այս խոչընդոտներ ստեղծելով տորպեդահարում է խաղաղության գործընթացը։ Ես կարծում եմ, որ դա ժամանակավոր բնույթ է կրելու, որովհետև դրա պատասխանը լեգիտիմ է եւ հստակ է։ Հայաստանի կողմից, Հայաստանի արտաքին գործերի նախարարի կողմից հնչեցված պատասխանը կարծում եմ բոլոր այդ մտահոգությունները փակում են, որ վարչապետն է դրա մասին խոսեց ազգային ժողովի ամբիոնից, բոլոր այդ խնդիրները քննարկել են, բոլոր այդ խնդիրները լուծումներ ունեն, բոլոր այդ խնդիրների մեծ մասը հասցեագրված է խաղաղության արդեն իսկ համաձայնեցված պայմանագրի մեջ, եւ ես կրկնում եմ, որ կարծում եմ ադրբեջանական կողմը մի փոքր ինչ անակնկալի է եկել այս մեր համաձայնության հետ կապված։ Քանի որ վարչապետը ամբիոնից այդ սահմանադրության Վարչապետ ամբիոնից սահմանադրության մասին հայտարարեց, նախկինում էլ էր ասել, որ այն մեկնաբանելու իրավասություն ունի բացառապես սահմանադրական դատարանը եւ այդ մեկնաբանությունը անկախության հռչակագրի մասով տրված է սահմանադրական դատարանի կողմից եւ ամեն ինչ դրանով արդեն ավարտվում է, այսինքն այն խնդիրները, որոնք Բաքուն է բարձրաձայնում, դրանով փակվում են։ Սա արդյոք նշանակում է, որ քաղաքական առումով դիրքորոշումը հստակ է, որ ինչ սահմանադրություններ Հայաստանը առաջիկայում ընդունի անկախության հռչակագիրը հղում անկախության հռչակագրի նախաբանից չի մամուլ։ Ես դուք այնպես վերացական հարց եք տալիս, ասենք, չէ, շատ եթեներ, չէ, եթեներ, բայց ես չեմ գրում, չէ, կամ մենք հիմա, չէ, տեսեք, մենք
մեր նախ սկսենք նրանից, որ այդ հարցը ի սկզբանե տեղին չի, որովհետև մեր այդ ադրբեջանցիները, որ ասում են, դա իրանք ասում են միգուցե քաղաքական որևիցե լսի մի հատ հարցից կարամ հարցից պատասխանել։ Իրանք դա ասում են པարզ պատճառներով։ Հայաստանի Հանրապետության սահմանության մեջ, որպես նաև իրավաբան եմ ձեզ ասում, կա այն ինչի մասին այնտեղ գրած է։ Մի րոպե, կա այն, մի րոպե, դա գրած է, ինչ որ գրած է։ Այլ բան թե հղում կլինի, չի լինի, ես այդ քննարկումների մասին որովհետեւ բան չգիտեմ ու որովհետեւ մեկը հիմա չի կարող պատասխանել, որովհետեւ ես դա չեմ քննարկել։ Չէ, եթե սահմանադրական դատարանը ասում է, որ որևէ տարածքային պահանջ այն չի պարունակում եւ դուք էլ նոր ասացիք, ինչ գրված է, այսինքն Ադրբեջանի մեկնաբանությունը դա Ադրբեջանի մեկնաբանությունն է։ Այդ դեպքում ինչու պետք է առաջանա անկախության հռչակագրի հանման հարցը։ Սողջան, բայց ով ասեց, որ հանվելու է։ Ես ասել եմ, որ հանվելու է։ Դե արի դու հիմա ապրիորի հարց ես տալիս, դու ինչ որ վերացական բան ես հարցնում, ապագայի հետ կապված, որի հետ կապված ես քննարկում չեմ ունեցել ու մենք քննարկում չենք ունեցել։